Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 1-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք Գյումրու ընտրությունների հետևանքներից խոսել, կարճ անդրադառնամ դրան, դեռ մինչև այս պահավոր եթեր էի մտնում, դեռ չկար կարծիք, թե ընդդիմությունը միասնական հանդես կգա թե չէ, բայց անկախ նրանից արդեն երկրում նոր իրավիճակ է Գյումրու ընտրությունների հետ կապված։ Կարևոր է այդ իրավիճակի մասին խոսենք, որովհետև մեկը ինչպիսի որոշում էլ կայացնեն, դա չի կարևորը, ասեմ ինչի համար, որովհետև շատ ալնում հիմա արդեն խոսում են, ասում են այդ տեսեք գյումրեցին գնաց էս ընտրեց, գյումրեցին գնաց լատեսեք ում ընտրեց եւ այլ եւ փորձում են անհարգալից խոսեն ժողովրդի հասցեին։ Ճիշտն ասած ես թեկնածուների մեջ չնկատեցի, որ մասնակցում էր Ագաթ Հանգեղոսը, Փաստոս Բյուզանդն ու Գրիգոր Նարեկացին, ու մարդիկ գնացին են մյուսներին ընտրեցին, էլի։ Ընտրում են եղածների մեջ եւ խնդիրը այստեղ նա է, որ այո, խայտարակությունն է, որ 7 տարի հետո նորից ընտրությունը գնում էր նախկինների ու ներկաների, բայց դա Նիկոլ Փաշինյանի խաղն էր եւ նա իրան հաջողվեց, որ 7 տարի հետո նորից ընտրություններ նլի նախկինների ներկաների միջև, որի պարագայում դա էլ օգտագործի 2026 թվականի համար եւ այդ մասով իրան դա հաջողվեց, ինչպես տեսակ, բայց մի բան չհաջողվեց, որը բերեք ավելի լավա դա գնահատենք, ոչ թե մտածենք, տեսեք ինչ ընտրություն կատարեն եւ անհարգալից խոսենք ժողովրդի նկատմամբ։ Հայաստանում էլ Փաշինյանին են ընտրել, հետո որ ասենք ինչքան էլ ուզում համարենք սխալ են ընտրել, ժողովրդին անհարգալից ենք խոսում։ Ջանք ենք գործադրում, աչք ենք քորացնում, ներվեր ենք ծախսում, որ մեր ժողովուրդը հաջորդ անգամ ավելի լավ ընտրություն կատարի։ Եթե մեր տանը մի բան է կատարվում, մեկը վատանում, նեղանում ենք, ասում ենք կամ դու տնից գնա, կամ մենք ենք գնում։ Փորձում ենք այդ վիճակը շտկել, ավելի լավ տարբերակ ունենալ։ Եթե այդպես չենք մտածում պետության հետ կապված, նշանակում է պետությունը մեր տունը չենք համարում, մեր մեծ տունը չենք համարում, ընդհանրապես դա է։ Եվ դրա համար այսօր հիմա նայենք, թե արդյունքում ինչ ստացվեց։ Այո, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց, որ ինքը այնպես անի, որ այդ պայքարը գնա նախկինների ներկայի, վարչական ռեսուրսը ծախսելով իրանք գիտեին, որ մեծամասնություն կունենան, բայց 50 գումարած մեկ չեն ունենա, բոլոր հաշվարկները դա էր ցույց տալիս։ Եվ այս պարագայում մի խնդիր էլ արդեն դժվարություն առաջացավ Փաշինյանի համար, որովհետև իրանք ոնց էին մտածում։ Տեսակ, բոլոր ընդդիմադիրներից ոչ մեկը Փաշինյանին չի պաշտպանում, Փաշինյանի թեկնածուին։ Այսինքն այդ ամբողջը ուղղորդել նախկինների ու ներկայի պայքար ստացվեց այնպես, որ 4 անցածներից ոչ մեկը Փաշինյանի կողմից չի։ Իսկ այլընտրանք որպես այդպիսին, եթե կարող էր անգամ Փաշինյանի կողմից ելնել, ասենք Եվրոդաշինքը համարենք, որոնք կեսից հայտարարեցին, որ մենք չենք միանա ոչ մեկին, ոչ այն կողմին, ոչ այն կողմին։ Էդ էլ էր իհարկե Նիկոլ Փաշինյանի համար ձեռնտու։ Հիմա դուք պատկերացրեք ոնց էր ձեռնտու։ Եթե ձայն հավաքեին, շեմը հաղթահարեին, բայց ոչ Փաշինյանին միանային, ոչ էլ ընդդիմությանը, կստացվեր ընդդիմությունն էլ բավարար ձայներ չեր ունենա, որպեսզի կարողանա քաղաքապետ ընտրի։ Այդ պարագայում գնալու է երկրորդ փուլ, մինչև երկրորդ փուլը իշխանությունը կհասցներ, մեկին կալանավորել, մեկին վախացնել, մեկին առնել, մեկին ցուցակից գողանալ։ Այդ ամեն ինչը փորձած տարբերակները, գիտենք եւ քրեական գործերը ոնց են հարուցում եւ գիտենք Երևանում ոնց կարողացան անեն, որ իրանց ուզած տարբերակը գտնեն։ Այսինքն իշխանության պլանները չաշխատեցին, երբ որ այլընտրանքային ուժը չհաղթահարեց, որպեսի գոնե դրանով խանգարեր, որպեսի ընդդիմությունը միասնական ձայներ չունենա։ Դա ինչ է նշանակում։ Հիմա իշխանությունը մտածեց, որ այնուամենայնիվ չափը անցավ նախկին ներկա պայքարով, որովհետև նախկինները կարող է միասնական հանդես գան, նույնիսկ համարենք, եթե իրար էլ չմիանան, միևնույնն է նրանք իշխանությանը չեն միանալու եւ առաջանալու է հետագա լարվածություն, այս պարագայում Նիկոլ Փաշինյանը փորձելու է առաջիկա ընտրություններից առաջ մտածի այնպիսի կառավարելի ընդդիմություն, որ գոնե որևէ մեկը ինքը լավ գիտի, որ երկրում 50% Սից ավել ձայն չի հավաքելու, որ գոնե լինի այնպիսին, որը իրան կմիանա, գոնե լինի այնպիսին, որն հենց անի, որ ընդդիմությունը այդ ձայները չստանա։
Նիկոլ Փաշինյանը կարող է 100 հատ այդպիսի կառավարելի ընդդիմություն գտնի, բայց դեռ այդ կառավարելի ընդդիմությունը պետք է շեմը հաղթահարի, հարգելիներս, դեռ նա պետք է կարողանա այդ շեմը հաղթահարի։ Նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանի հետ ասոցացվում են, վերջ ինքը դրանց վրա չի կարող հույս դնել, դրանում էլ ինքը համոզվեց։ Եթե ձայն տվողել են, իրանք կտանել ինչ են տալիս իր կողմից կառավարվողներին։ Այսինքն սա արդեն խնդիր է առաջացնում, որ առաջիկա ընտրություններում հանկարծ շատ ուշադիր պետք է լինել, որ չլինի այնպիսի ֆորմատներ, որի պարագայում հանկարծ չնկատեք, որ ինչ-որ մարդիկ են ծագում, որոնք չգիտես որտեղից եկան, ոնց ակտիվացան, ինչ արեցին եւ այլ, վաղը մյուս օրը իրանք կարող է այդ ձայները տան Նիկոլ Փաշինյանին։ Կամ համախմբվում ես, ասում ես կարևորը համախմբվելն է, համախմբվում ես իրար հետ նստում ես սեղանի շուրջ, գնում ես բավարար ձայն ես ստանում, մեկ է ցուցակից մի քանի հոգի կանգնում ասում են, մենք դեմ ենք այդ պայմանավորվածությանը եւ ձայն ենք տալիս իշխանությանը, ոնց որ իրանք դա փորձեցին Երևանի հավաքանու ընտրության ժամանակ։ Այնպես որ շատ լրջորեն է պետք մտածել համախմբումների մասին, որպեսզի այդ համախմբումների ձայնը չծառայի Փաշինյանին։ Հիմա իշխանությունը արդեն փորձելու է դիրքավորվել, դրան զուգահեռ, այո, պետք է մենք էլ մտածենք, այդ ամեն ինչը բոլորիս համար է դաս։ Իշխանությունը, այո, չափը անցավ նորից այդ պայքարը տանելով 2026 թվականին էլ հաճույքով կտաներ նախկինների ներկա պայքար, եթե չտեսներ, որ եթե որևէ այլ ընտրանք ձայն է հավաքում, բայց շեմը չի հաղթարում, այդ ձայները փոշիանում է, գործին չի օգնում։ Ինչքան ուզում այդ ձայները գործակցով բազմապատկեն, եթե դու 50%-ից ավել ձայն չունես, մեկ այլ գործակցով էլ բազմապատկես 50%-ից քո ձայնը չի անցնելու։ Այսինքն դու կարիք ես ունենալու մեկի հետ միավորվես, բայց անցած ոչ մեկը քո հետ չի միավորվում։ Այսինքն դու խնդիր ես ունենում, իսկ նոր կառավարելի ընդդիմություն օդից չի ստեղծվում, ժողովուրդ ջան։ Դրան բոլորն էլ ձեր աչքի առաջ են, բոլոր հրապարակային գործիչներն էլ, նրանց կառույցներն էլ։ Այդ իսկ պատճառով պետք է շատ ուշադիր լինել, որ հանկարծ որևէ ձևով չփորձեն արհեստականորեն ինչ-որ մեկին բերեն այդ դաշտ մտցնեն։ Պետք է մտածել, որ ցանկացած դեպքում, ցանկացած պայմանավորվածության արդյունքում ի սկզբանե պետք է հուշագիր ստորագրվի եւ ասվի ոչ մի նախընտրական, ոչ մի հետընտրական պայմանավորվածություն եւ ձայներ տալ ոչ իշխանությանը, ոչ էլ նախորդներին։ Չէ, ուրեմն վերջ։ Եթե թող գոնե նախապես դա ստորագրեն, որ ձեր աչքի առաջ կանգնեն, վաղը չասեն, գիտեք ինչ, մենք համաձայն չէինք մեր ղեկավարի պայմանավորվածություններին, դրա համար մենք սենց որոշեցինք։ Այսինքն ինչ լծակ ունի կուսակցության ղեկավարը իր թիմակցի վրա, որը ցուցակի մեջ է։ Եթե հանրայություն լի ցուցակի ցանկացած անդամ պիտի դա ստորագրի, որ վաղը չասի, որ ես տեղյակ չէի, թե ինչ են պայմանավորվել կամ ես համաձայն չեմ իրանց հետ։ Դու անձնական քո ստորագրությամբ պատասխան տաս, որ եթե վաղը այդ պատասխանատվությունից թռնես, ուղակի քո տանը թքեն երեսիդ, քո շրջապատում, քո ազգու տակը ու բոլորը չկարողանաս փողոց դուրս գաս։ Այլ ոչ թե ասես, դե եթե նույնիսկ ցուցակի մեջ 200 մարդ է, 200 մարդն է ստորագրի։ Եթե վաղը խորհրդարանական ընտրությունների 200 ինչ պայմանավորվեցին սեղանի շուրջ լիդերները, այդ պայմանավորվածությունը պետք է հաստատեն թիմակից բոլորը, որտեղ վաղը կարող է ցուցակից տարբեր մարդիկ ինքնաբացարկ հայտնեն եւ ինչ որ մեկը առաջ գա դառնա падգամավոր։ Այդ մարդը արդեն վերջի համարն էլի դա նախապես առաջինը ստորագրած լինի։ Սրանք հարցեր են, որ կարա թվում է թե ինչի հետևից են կնգե, հիմա դրա ժամանակ չէ, շատ կարեւոր է դա, որովհետեւ տեսնում եք ինչ է կատարում, կարող է ձայնը ստանալ եւ ի վերջո մենք տեսնում ենք, որ միևնույնն է Գյումրու ընտրությամբ քաղաքապետ ընտրելը երկրում ես ինչ բան չի կատարվելու։ Այն ինչ որ կատարվելու է Գյումրիի ընտրության արդյունքներով, դա կատարվել, դա շատ ավելի կարևոր է։ Դե չէ քաղաքապետը նա կլինի կամ նա կլինի, դրանից պետության վրա ազդեցություն չի լինի, բայց այս ընտրությունը, քանի որ նախապատրաստական աշխատանքներն էր խորհրդարանական ընտրություններից առաջ, ուժերը պետք է փորձեն իրանց հարցերը կարգավորեն այնպես, որ շատ լավ նախապատրաստված դրան մասնակցեն։ Լավ գիտեք իշխանության քրեական գործ հարուցելը, մարդկանց գայթակղելը, մարդկանց ճնշելը եւ այլ, վախեցնելը, այդ ամեն ինչը ձեր աչքի առաջ անցել է ու գիտեք։
Այնպես որ դա մեզ հնարավորություն է տալու ոչ թե նայել թե ով կլինի Գյումրում, իհարկե հիմա եթե մենք այսպես ենք նայում, իսկ եթե ենթադրենք այն ընդդիմադիրները չլինեն, որ բնական է խայտառակությունն է, իշխանությունն էլ էր նույնը պետք է ասեիք խայտառակությունն է, էլի։ Այդ ով էլ որ չասեիք խայտառակությունը։ Անցածների մասին է խոսքը, չանցածների մասին չի խոսքը։ Չանցածներին ուղղակի չվստահեցին այդքան մի բան, ու դա էլ պատճառ ուներ, որովհետև շատ հրապարակային գործիչներ գնացին, որ այլընտրանքային Եվրադաշինքին պաշտպանեն, բայց այդ մարդիկ 20-ն առաջ ծառայողություն Նիկոլ Փաշինյան են գովում։ Այն մարդիկ, որ այդքանը հասկանում են, այսինքն ասում են, բաղում ենք ձայն տալի Փաշինյան, իրանք մի խնդիր լուծեցին։ Ի վիճակի ենք այնպես անել, որ Փաշինյանը չանցնի Գյումրիում։ Այդ խնդիրն է լուծել, ոչ թե ի վիճակի ենք անել, էս ինչը անցնի։ Դա համարեք երկրորդական։ Այսինքն այդ բանալին ցույց տվեց Գյումրին։ Ի վիճակի ենք ձևը գտնել։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն չունենա, այլընտրանքային ուժ չանցնի, որը որ իրան միանա, ինքը չի կարող որևէ ձևով ընտրությունների վրա ազդել, որովհետև իր ամբողջ միակ զենքը դա ուժային կառույցներն են, իսկ ուժային կառույցը ունի մեկ կարևոր գործոն, որն է դա, ինքը ուժեղի կողմն է, որ պահին ինքը հասկացավ, որ իշխանությունը թույլ է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 15 վայրկյանից ավել չի դիմանա։ Շատ արագ ուժային կառույցներն ասում են, բա մենք մեր ժողովրդի դեմ դուրս չենք գա, այդ ժողովրդի, որ մի օր առաջ ջարդում էին։ Մի օր հետո ասում են, բա մենք մեր ժողովրդի դեմ դուրս կգանք ու միանում են ժողովրդին։ Դա ամբողջ աշխարհում է փորձած, չասենք մենակ Հայաստանում, այդ ամեն ինչը հրաշալի գիտենք, ժողովուրդ ջան։ Դրա համար ինչի եմ ասում, որ առաջիկայում էլ երեգել ես ասեցի, որ կուսակցություն ստեղծելը շատերին ասում են այդքան կուսակցություն կա իմաստը որն է, կարելի է միանալ, մանավանդ ընտրության կարելի է գնալ նաև ցուցակ մտնել, անպայման չի կուսակցության անդամ լինել, կամ այլ ֆորմատներ կուսակցություն էլ կարելի է մտածել, դրա համար ես ձեզ նորից հիշեցնեմ, երեգել ասեցի, որ այն հասարակական կազմակերպությունը, որ անցյալ տարի գրանցել էինք, որպեսզի հանրակրվեն կազմակերպենք, բայց քանի որ նախաձեռնողներն արեցին, չուզեցինք կրկնակի գործանենք եւ իրանց խանգարենք, ասենք դուք եք սկսել, դուք արեք եւ ըստ դրա մենք, այսինքն այն ինչ որ ես պատկերացնում եմ, ծրագիրը այնքան ակնհայտ է, որ նույնիսկ խնդիր էլ չկա։ Սա է այն ինչ որ մենք ասում ենք, որ հասարակական կազմակերպության անունն է Բարեկեցիկ անվտանգ Հայաստան, ԵՄ անդամակցության աջակցման հասարակական կազմակերպություն։ Սա Եվրամիության դրոշն է, տեսնում եք Հայաստանը իր աշխարհագրական դիրքով գտնվող, բայց եւ միևնույն ժամանակ Հայաստանը թրով եւ խորհրդանշելով մեր գերբի վրայի խորհրդանիշները, որով ցույց ենք տալիս, որ այո, մեր համար Եվրամիության անդամակցությունը նաեւ անվտանգային խնդիրը պարտադիր կոմպոնենտ, իսկ ուշադրություն դարձրեք, այս հկն ստեղծվել է անցյալ տարի հուլիսի 16-ին, դեռ Դոնալդ Տրամպը ընտրություններին չէր հաղթել, եւ Դոնալդ Տրամպը չէր ասել, որ ՆԱՏՕ-ից կարող է հրաժարվեմ, Եվրամիությունն էլ չէր համախմբվել, որպեսզի ինքը ստեղծի իր անվտանգային համակարգը, բայց այն ժամանակ արդեն ասում ենք, ըլնել Եվրամիության անդամ, չլուծել անվտանգության խնդիր, անիմաստ է այդ մասին մտածել, այնպես որ պետք չէր, որ Դոնալդ Տրամպը ասել, որ մենք ի սկզբանե իմանանք, մեզ ինչա պետք։ Հիմա երբ որ ասում են, բա պարզ չի, որ հիմա արդեն Եվրամիությունը նաև անվտանգային խնդիր է լուծում։ Այո, դա պարզ էր այն ժամանակ, երբ որ ոչ մեկին պարզ չէր։ Այլապես այս խորհրդանիշի վրա թուրը չէր հայտնվի եւ անունն էլ չէր լինի Բարեկեցիկ եւ անվտանգ Հայաստան։ Ես ուղղակի ուզում ասեմ, այդ ամեն ինչը նախապատրաստական բաները արել ենք եւ պատրաստ ենք դա անելու, կմնա ընդհանրապես ես իմ YouTube-յան ալիքով նաեւ կներկայացնեմ հաշվի համարները, մի անգամ էլ ես ձեզ ասեմ, որ չնայած այնքան դժվարությամբ եմ այդ հաշվի համարներին անդրադառնում, ամեն անգամ մտածում եմ մի քիչ էլ ձգեմ, ինձ համար, այսպես ասած, այդքան էլ, բայց ուղղակի հասկացեք, եթե որևէ մոդիկ օգնեց, նրա պոչին նստելու են։ Դուք տեսել եք ցանկացած հավաքին մի քանի հազար դրամ մեկը մեկին փողա տալի ձայնագրում եմ, այդ հարց առաջանում։ Ինչի եք այդ մարդուն հետևում, որ մի հատ էլ ձայնագրություն ունենայիք։ Դա ինչի համար եմ ասում, այո, մոդիկներ կան, մարդիկ կան, որոնք ինձ վստահում են, որպեսզի խոցելի չլինեն, մենք սկիզբը կանենք միասին անելուց հետո, երբ որ իշխանությունները տեսնեն, որ որևէ կրիմինալ չկա, ամեն ինչ օրինական փոխանցումներով, հարկերը մուծվում, ամեն ինչ անում է եւ այլ, ոչ մի տեղ չկա խոցելի, այդ ժամանակ հանգիստ ես կարող եմ դիմել նաեւ իմ մոդիկներին, որովհետեւ նա արդեն բոլորը կհասկանան
այդ մարդկանց փոչին նստեն, չնստեն, մեկը այդ գործը անելու ենք, այսինքն դրանով չեն խանգարի։ Կարևորը սկզբնական հարցը չկարողանան խանգարեն, որ մարդիկ չխուսափեն, ասեն կարողա խնդիր ունենանք իշխանությունների հետ։ Բոլորին ասենք, որ հարգելիներս, եթե դուք չօգնեք, մենք ի վիճակի ենք մեր խնդիրները լուծել, եթե կօգնեք, շնորհակալ կլինենք։ Իրանք էլ պարզ տեսնեն, որ այո, մենք կարողանում ենք մեր գործը անենք, այդ դեպքում արդեն այդ մարդկանց ես կարող եմ դիմել։ Ու այնպես չի, որ ինձ շատ են, այսինքն ճնշելու աշճան դիմում են, ասում են դե սկսի մենք էլ մեր անելիքն անենք, չթվա թե չեն ասում, ես ուղղակի ասում եմ հարվածի տակ չդնենք, իսկ եթե ամբողջ աշխարհից տարբեր տեղերից ամեն մեկը իր նվիրատվությունն է անում եւ այդ պարագայում ով պետք է իրանց ասի ինչի է սարել, դրա համար էլ հասարակական կազմակերպությունն է, որը ավելի ճկուն է, որ չասեն դրսից ֆինանսավորեցին այս արին են արին, ըստ մեր ուժերի ներածի չափով մենք արդեն կմտածենք դա անել, կնստենք բանակցային սեղանին մարդկանց այդ գործընկերների հետ, կասենք մենք ունենք ուժի կենտրոն, ունենք այս ռեսուրսը, ունենք սա, ունենք այս YouTube-յան ալիքը, ունենք այս հնարավորությունները, այս թիմը։ Դուք ինչ եք դնում բանակցային սեղանին, որ մենք հավաքվենք։ Ու ամենակարևորը նախապես պայմանավորում ենք։ Այն ինչ որ պայմանավորվեցինք նախընտրական, դա ալնելու է նաև հետընտրական։ Այդ բոլոր օրինակները նայեք Երևանի եւ Գյումրու եւ ուշադրություն դարձրեք, որ այդ ամեն ինչը մեր գլխին գալու է, հետո պետք է ասենք, բայ ոնց մտնելովս չանցավ։ Չէ, ժողովուրդ ջան, որ մտնելովս անցած չլներ, իրար գլուխ ջարդելով հիմա շատ արագ միավորված կլինեինք։ Դրա համար շատ զգուշ պետք է լինել, որ ցանկացած մարդ ասի իր հետևին ով է կանգնած։ Այո, ես պետք է հասկանամ ում հետ ենք սեղան նստում, ում հետ ենք պայմանավորվում, ով է նրա հետևին կանգնած։ Թե չէ ես կարող եմ մի հատ օլիգարխի մերժեմ, բայց գնամ մեկին բանակցային սեղանին միանամ, այդ մարդու հետևին օլիգարխ կանգնած լինի։ Արդյունքում իմ միջոցով ձայն ստանան եւ այդ ձայնը ում գնա։ Այսինքն բայ այդ հարցերը եթե մենք չենք ճշտում, արածներս ի՞նչ է։ Այդ նորից ժողովրդին ողջևորենք, հետո ասենք էլի չստացվեց։ Այս բոլոր սխալների հետ կապված, սեփական սխալներից սկսած մինչև բոլորի սխալները ուսումնասիրելով, այդ փորձը ուսումնասիրելով մի հատ էլ ենք ուզում սխալների գնանք։ Դրա համար եմ ասում, այն ինչ որ տալու է Գյումրու ընտրությունը տվել է, ժողովուրդ ջան, անձի վրա մի ֆիքսվեք։ Ինքը տվեց նոր իրավիճակ, այդ նոր իրավիճակը տվեց հնարավորություն։ Այո, ես բացարձակ խնդիր չեմ տեսնում նաև Եվրոդաշինքի անդամների հետ կապված էլ կարելի է նստել ինչ-որ բան պայմանավոր, բայց արդեն իրենց համար այլևս պարզ է, որ ինչպիսի վերադասավորումներ անեն, հասարակությունը իր վերաբերմունքը ցույց տվեց, որովհետև իրանք իշխանությունից տենց էլ չկարողացան մաքրվել։ Դա է խնդիրը։ Դա ես ցավով եմ ասում, այդ իրանց խնդիրն է, թող իրանք իրանց հարցերը կլուծեն։ Մնացած արևմտամետների, որոնք մեր եգիապագան պատկերացնում են այնպես ինչպես ես, ոնց որ ես պատկերացրել եմ 20 տարի ոչ թե այսօր, ոչ թե իրավիճակային, ոչ թե այսինչը լավ է, ու եթե նույնիսկ արդեն մի քանի օր առաջ կամ մի ամիս առաջ արդեն ասում են վերջ պատերազմն ավարտվել է, Ռուսաստանը հաղթել է, հիմա էլ Հայաստանն ավերցնելու, ուստեղ մի հատ երջանկացած էին, ես շատ ավելի կոշտ եմ արտահայտվել Ռուսաստանի նախագահի վարած քաղաքականության հասցեին։ Եթե դրա համար պետք է տուժենք, բայց ես իմ տեսակետներից հրաժարվելու բացարձակ ցանկություն չունեմ որևէ իրավիճակի պարագայում։ Այո, իրավիճակը ամեն օր հետևում ենք, որ կարող է մի բան արագացնենք կամ մի բան դանդաղացնենք։ Գլխով պատին խփելը մեծ հերոսություն չի, հիմարությունը ավելի ճիշտ։ Բայց դա ընդհանրապես կարող է լինի տակտիկական խնդիր։ Իսկ ստրատեգիական խնդիրը որոշված է ուր ես գնում, ում հետ ես ուզում գործընկեր լինես, որպեսզի այդ ճանապարհը անցնես։ Ճանապարհում դժվարություններն էլ հաղթահարես, բայց իրավիճակային չփոխվի։ Այսօր Տրամպը մի բան ասեց, վաղը Պուտինը մյուս բան ասեց, մենք մեր քաղաքականությունը, մեր ճանապարհը, որոնք որ տասնամյակների ճանապարհը այսօր վերանայենք։ Դրա համար եմ ասում, շատ կարևոր է, որ գաղափարական մարդիկ լինեն, որովհետև այն ինչը որ մտածել ենք, որ դա պետք է անենք, ես չեմ էլ մտածել, որ ես դա կտեսնեմ։ Ես մտածել եմ, թող ինձանից հետո մեր սերունդները տեսնեն։ Եթե ամեն ինչ մտածես քո համար, այնա կարելի է գնալ մի գտոր լափի համար, գնալ միանալ կամ նախկիններին կամ ներկաներին։ Ժողովուրդ ջան, լավ է լավ բաժանում են, ես դեզ ասեմ։ Լավ է լավ բաժանում են։ Ու մարդ կա, որ լափի համը մի անգամ տեսել է, այս թիմից գնում է այն թիմ, այն թիմից գնում է այն թիմ, որևէ խնդրեմ չկա, նա նորմալ ուտելիքի համը չգիտի, ժողովուրդ ջան, նա մի մեղադրեք։ Նրանք ժամանակին նրանք շատ ուրիշ գործիչների համար էին մարդկանց գլուխ ջարդում, հիստերիկ ձևով արձագանքում, մեր ղեկավարին չկպնեք։ Այդ ղեկավարները վաղուց ասպարեզում չկան, բայց իրանք կան։ Հիմա փոխվել են ուրիշների համար։ Այնպես որ իրանց համար որևէ տարբերություն չկա, ում ձեռքից են վերցնում այդ լափը։ Իրանց մենք հաջողություն մաղթենք, թող իրանք իրանց գործը անեն։ Մենք էլ անենք մեր գործը։ Առաջիկայում ես կներկայացնեմ նաև
հաշվի համարները, կմտածենք ինչ-որ բան սկսելուց, որից հետո հերթով մարդկանց հետ անհատական էլ կհանդիպենք, գրասենյակ կբացենք, կհանդիպենք, խոսենք, կգանք այն եզրակացության, թե ինչպես ենք պատրաստում ընտրության, որովհետև այդ փոքր մոդելի վրա Գյումրու օրինակը ցույց տվեց, որ իշխանությանը այնուամենայնիվ հեռացնել հնարավոր է, իշխանության պլանները այնուամենայնիվ կիսով չափ կատարվեցին նախկին ներկայի կռիվ, բայց չաշխատեց, որովհետև իրան պակասում է կառավարելի ընդդիմություն, որը ինքը չունի, եթե ունենա էլ ձայն չի ստանալու։ Այդ այլ ժողովրդի շնորհիվ, այն ժողովրդի, որին անուն եք դնում ժողովրդյան։ Էդ էլ ուղղակի մտածենք ու անցնենք առաջ։ Հիմա տեսնենք աշխարհը ինչա կատարում, ժամանակ մնա էլի մեր թեմաներից կխոսենք։ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով մարտի 31-ից ապրիլի 2-ը պաշտոնական այցով Ռուսաստանում է։ Չինաստանի արտգործնախարար Վան Ին հայտարարել է. Այսօրվա չին-ռուսական հարաբերություններն առանձնանում են 3 հատկանիշներով։ Առաջինը հավերժ ընկերներ եւ երբեք թշնամիներ։ Մեր հարաբերությունները գնալով ավելի են հասունանում հիմնված պատմական փորձի շարունակական սինթեզի եւ անցյալից դասեր քաղելու վրա, ասել է Վանին։ Չինաստանի արտգործնախարարը նշել է, որ երկու երկրների ղեկավարներն իրենց բնորոշ քաղաքական հեռատեսությամբ պատմական որոշում են կայացրել փակել անցյալը եւ բացել ապագան։ Հավերժ ընկերներ եւ երբեք թշնամիներ սկզբունքը, որն ամրագրված է բարեդրացիության, բարեկամության եւ համագործակցության չին-ռուսական պայմանագրում, ամուր իրավական հիմք է ծառայում ավելի բարձր մակարդակով ռազմավարական համագործակցությունը խթանելու համար։ Ինչպես մեր ժողովուրդն է ասում, մոտ հարևանները հարազատների պես են, միմյանց միայն լավն են մաղթում։ Միմյանց ճիշտ ռազմավարական ընկալման շնորհիվ մենք գտել ենք համակեցության երկարաժամկետ ուղի, որը համապատասխանում է ընդհանուր շահերին, ընդգծել է Չին նախարարը։ Հիմա նայենք ինչն է այստեղ շատ կարևոր աշխարհի համար։ Երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր ադմինիստրացիան կարծում էր բավական է Ռուսաստանին դեպի Իրան քաշի, Ռուսաստանին կպոկի Չինաստանից եւ Չինաստանին կմեկուսացնի, որ ասում ենք դա խորը թյուրիմացություն է, խայտառակ թյուրիմացություն է, այդպիսի բան լինել չի կարող։ Ընդհակառակը, եթե դու ագրեսոր, օկուպանտ Ռուսաստանին սատարեցիր, նրան օկուպանտ չհամարեցիր, Չինաստանը մի քիչ կաշկանդված էր Ռուսաստանին օգնում, որտեղ ասում էր չասեն օկուպանտին է օգնում։ Իսկ հիմա եթե պարզվեց, որ Ռուսաստանը օկուպանտ չի, բայց ինքն չի պիտի իր հարևանի հետ լավ չլինի, եթե գիտի հենց հարևանին Իրանից պոկեցին, ինքը մեկուսանալու է։ Ընդհակառակը Չինաստանը հիմա բոլորի հետ հարաբերությունը լավացնում, ում հետ Ամերիկան փչացնում է, գումարած նաև Ռուսաստանի հետ։ Դուք լսեցիք, չէ՞ ես ինչ կարդացի հավերժ բարեկամության մասին, լավ հարևանության մասին։ Այս ամեն ինչը եկավ մի բանից, կոպտագույն սխալից Դոնալդ Տրամփի, որ փորձեց Ռուսաստանին պոկել Չինաստանից։ Դա անհնարին է։ Չինաստանը այնպես է ինտեգրված Ռուսաստանի տնտեսության մեջ, որ դա անհնարին է։ Լա դրան էլ գումարած այն արհավիրքը, որը սպասում է Ռուսաստանի տարածքում Սիբիրի, անգամ այդ օրինակը բերեցի, որ սիրահոժար Սիբիրը տալիս են չինացիներին, մենակ իրանք այնքան տեղավորվեն, որ իրանք մտածեն արհավիրքի դեմը իրանց տեխնիկայով, իրանց ռեսուրսով առնելու մասին, ռուսներն էլ հանգիստ ասեն, էս ինչ լավ պրծանք, համեկան ներդրում արեցին, համարհավիրքի դեմ պայքարեցին, մենք ստիպված ծախս չարեցինք, էդ էլ եմ ներկայացրել, ցույց տվել, որ դա արհավիրքներ էր քաղաքականության վերածված, Ուկրաինայի վրա հարձակվելն էլ վերադիր։ Այնպես որ հիմա դուք տեսաք Չինաստանը ինչպես ջերմացրեց հարաբերությունը Ռուսաստանի հետ, որովհետև այլևս չի վախենում, որ Ռուսաստանի օկուպանտին օգնելը կարող է արևմուտքի մոտ առաջացնի հակազդեցություն, որ ասեն դու ում կողմն ես կանգնել, որովհետև հավաքական արևմուտքն ասում էր ագրեսորին պետք է պատժենք եւ Ամերիկան բանակցում էր Չինաստանի հետ, ասում էր ոնց ես օգնում ագրեսորին, Հյուսիսային Կորեային սպառնում էր, ասում էր կհարվածեմ, Իրանին ասում էր կհարվածեմ, չօգնես ագրեսորին, Չինաստանն էլ ասում էր եղբայր դե ես ռազմական առումով չեմ օգնում, ինձանից ինչ եք ուզում։ Ես ագրեսորին չեմ օգնում, ուղղակի հարևանա իրար հետ աշխատում ենք։ Անկամ ասում էր ախպեր սանկցիաների հարցում էլ ես նենց չի որ
պատրաստ եմ սանկցիաները շրջանցել Ռուսաստանի խաթեր, որտեղ ինքը վախենալու բան ուներ, քաղաքակիրթ աշխարհը դուրս եկե ագրեսորի դեմ, իսկ հիմա քաղաքակիրթ աշխարհի գլխավոր դերակատարը Ռուսաստանի հետ աղբերություն է անում, այդ պարագայում Չինաստանը ինչի պիտի իր աղբերությունը թարգի, այսինքն այդ ձախողված մոտեցումը Տրամպը հուսով են որ կվերանայի, եթե ինքը Ռուսաստանին պարտության չմատնեց, բացառվում է ինքնապարտվելու Չինաստանին, ոչ թե Ուկրաինան, այլ հենց Ամերիկանը պարտվելու Չինաստանին, դա նոր չի որ ասել ենք, դա 10 անգամ այդ մասին ասել, բայց նորից եմ ասում, որտեղ ամեն անգամ նոր իրավիճակ է գալիս, որը հաստատում է այն ինչ որ մենք միասին քննարկել ենք, իսկ հիմա Չինաստանի ժողովրդական հանրապետության արգոսնախարար Վան Ինը այդ նույն Վան Ինի մասին խոսքը հայտարարել է Չինաստանի միջուկային զինանոցը անհամեմատելիորեն զիջում է ԱՄՆ ուժերին եւ նրա միջուկային քաղաքականությունն ու ռազմավարական անվտանգության միջավայրը արմատապես տարբերվում են, ուստի ներկայումս ԱՄՆ-ի պահանջը Չինաստանից միջուկային զինաթափման վերաբերյալ եռակողմ բանակցություններին միանալու համար անարդար եւ անիրատեսական է։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում Չինաստանի հետ, ասել է նախարարը։ Այսինքն սա էլ այն հարցը, որի մասին էլ ենք խոսել, որ Դոնալդ Տրամփն ասում է բերեք 3 միջուկային պետությունով միջուկային զենքը վերացնենք, ասում է դա բացարձակ անհնարին է տեղի ունենա, Չինաստանը հիմար չի որ դրան գնա, ընդհակառակը դա չի էլ ստացվելու, եթե նույնիսկ Ռուսաստանն ասի կանեմ, Չինաստանը չի համաձայնվելու։ Կաբելետ ինչ աբսուրդ է, բերեք 3-ով միջուկային զենքը վերացնենք, 3-ով վերացրեցիր, բա մնացածը մնաց։ Այսինքն ինչ է նշանակում 3-ով վերացնում եք մյուսներին մնում է, կան լավ մյուսներին էլ ստիպեցիր վերացնել, թե ոնց է ստիպելու, հենց ստիպեցիր վերացնել, քոնը վերացրեցիր, ինքը շարունակում է ստեղծի, հո լաբորատորիաները չվերացավ, հո տեխնոլոգիաները չվերացավ, սա ինչ աբսուրդ մոտեցում էր։ Հիմա սա մասին էլ ենք խոսել, է Չինաստանը մերժեց, չենք պակասացնելու միջուկային զենքը, ինքը եթե ամեն ինչ ունի, ամեն ինչով առաջ անցե, միջուկային զենք էլ ունի, ռազմական ծախսերն էլ ավելացնում է, Ամերիկան ռազմական ծախսերը պակասացնում է, ինքը ինչի պետք է չավելացնի եւ ինչի պետք է նոր դերակատարություն չստանձնի։ Եվ այո, մերժեց Դոնալդ Տրամփի առաջարկությունը, դա ընդամենը մնաց սոսկ առաջարկություն, որ մենք առաջարկում ենք դա անել, առաջարկում եք նրանք էլ չեն անում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Միացյալ Նահանգները պահպանում է Հյուսիսային Կորեայի հետ կապի ուղիները, մենք հիանալի հարաբերություններ ունենք եւ այո կա հաղորդակցություն, այո մենք կարող ենք ինչ-որ պահի ինչ-որ բան անել, ասել է Տրամփը։ Սա էլ որևէ դեպքում մեղադրել ագրեսոր օկուպանտ Ռուսաստանին, այդ դեպքում երբ որ Հյուսիսային Կորեան ներգրավված է պատերազմի մեջ ուկրաինական Ռուսաստանի կողմից ռազմավարական գործընկերության փաստաթուղթ է ստորագրել եւ այդ պարագայում այսպիսի ժեստեր անել մի հյուսիսային մի հատ բռնապետի, այն էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շատ ցավալի է։ Դե դուք պատկերացրեք աշխարհում որտեղ մնաց սկզբունքը, մարդիկ ասում են այդ բռնապետը, այդ դիկտատորը, այնտեղ ժողովրդավարություն չկա, այնտեղ մարդիկ սովամա են ելնում, մարդկանց թույլ չեն տալի երկրից դուրս գալ, դնում գնդակահարում են, բանտերն են լցնում, այդ երկրի դաժան պայմանների հետ կապված, եթե դրանից հետո Դոնալդ Տրամփը ասում է, որ ինքը հրաշալի հարաբերություններ ունի Կիմ Չեն Ընի հետ, այսինքն ինքը պարզապես խայտառակ է անում աշխարհի առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների, որտեղ մնաց Ամերիկայի սկզբունքը, որ ինքը չի կարող գործընկեր լինի այդպիսի ահաբեկչական երկրների հետ, չի կարող գործընկեր լինի բռնապետական երկրների հետ, այսինքն ոնց կարող է պատահի Կիմ Չեն Ընը ըլնի Ամերիկայի նախագահի հետ գործընկեր եւ ջերմ հարաբերություններ ունենա, այսինքն մի կողմ է նետվում Ամերիկայի Միացյալ Նահանգների տասնամյակների քաղաքականությունը, ես ուղղակի չեմ պատկերացնում, որ սա շատ երկար հնարավոր է ներել կամ հանդուրժել, ինչ որ բան պետք է մտածեն, չգիտեմ, թե այդ թող մտածեն, մենք էլ հասկանանք։ Իսկ հիմա տեսնենք Իրանի հետ կապված այս սպառնալիքները, որ պարբերաբար հնչում է Միացյալ Նահանգներից, Միացյալ Նահանգները սպառնում է, Իսրայելը սպառնում է, Իրանն էլ պարբերաբար բոլոր ղեկավարների անուններից պատասխանում է կոնտր ագրեսիայով
շատ ավելի շատ մարդկանց թվով, այնպես չի որ Իրանը չի անհանգստանում դրանից, բայց եւ միևնույն ժամանակ այլապես այդքան շատ չէր խոսի, բայց եւ միևնույն ժամանակ բոլոր առումները ուզում ցույց տա, որ մենք պատրաստ ենք հակահարված տալու, որտեվ հասկանում ա, որ զիջումները հաջողության չի տանում։ Մենք էլ լավ գիտենք մեր օրինակով, որ զիջումները չի տանում հաջողության, եթե դիմացինը ագրեսիվ վարքագիծ է դրսևորում։ Դրա համար հերթական հայտարարություն է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ապրիլին պետական այցով կմետնի Ադրբեջան, սա էլ հիմա կարդամ, հետո դա էլ կասեմ։ Ադրբեջանի վերաբերվողը բանը Ադրբեջան այցի շրջանակում կանցկացվի ադրբեջանական-իրանական գործարար համաժողով, նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում։ Հիմա ինչի համար ասի Փեզեշքյանը, չնայած չգիտեմ ինչի լրատվականների մի մասը ներկայացնում էր պետական այցով, մի մասը պաշտոնական այցով, բայց ոնց որ նայեցի պետական այցը, դրանք էականորեն տարբերվում են, որովհետև պետական այցը մի նախագահի պաշտոնավարման շրջանում ընդամենը մեկ անգամ է լինում որևէ պետություն, եւ այդ պետության գնալու հետ կապված ամենաբարձր ընդունելությունն է, դա նշանակում է, որ այսինքն այդ չափի կարևորված է, ինչու համար ես սա ասեցի, այդ չափի կարևորված է իր Ադրբեջանի հետ հանդիպումը, չնայած բացի այդ, որ փաստաթղթեր են ստորագրելու եւ այլ, որովհետեւ Ադրբեջանն հիմա խաղեր է տալիս Իսրայել, Ամերիկա, Ադրբեջանը խաղեր է տալիս նաև Իրանի հետ։ Տեսնի, որը ավելի շահեկան կլինի։ Իսրայել, Ամերիկա օգնեք Հայաստանից տարածք վերցնենք, եթե Իրանը դեմ է, Իրան դե դու արի օգնի, մենք էլ տեսնենք ինչ ենք անում, Հայաստանից տարածք վերցնենք։ Նրանց ուշն ու միտքը Սյունիքով անցնել եւ Նախճեվանին կպնելն է, այդ նորություն չի։ Եվ այդ պարագայում նշանակում է մենք ուշադրություն դարձնենք, որ եթե պետական այցի մակարդակով է գնում Մասուդ Փեզեշքյանը, այսինքն նաև իրանք քննարկելու են հոգ չես պատրաստում հանկարծ մեր դեմ ինչ-որ բաներ անես։ Եվ Ադրբեջանը եթե պետք է ասի դա գին ունի, մենք պետք է հասկանանք դա արդյոք մեր հաշվին չի։ Եվ շարունակությունը նայենք, այս նույն Իրանն է, որ հիմա Ադրբեջանի հետ հարաբերությունները այդ չնա, այսպես նայենք, եթե այս լարված ժամանակ կարային շատ հանգիստ նույնիսկ եթե այցը շուտ էր պլանավորած, ասեին, որ հիմա չենք մանավանդ չեն ասել կոնկրետ օր, ապրիլ ամսվա մեջ, այսինքն կարային նաև հետաձգեն, բայց հատուկ նպատակային հիմա են դա անում։ Իրանի արտգործնախարար Սեյիդ Աբբաս Արաղչին ասել է. «Դիվանագիտության պատուհանը միշտ բաց է, բայց մենք ճնշման ու սպառնալիքների ներքո ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների չենք գնա»։ Այս էլ արդեն իրանց կարծիքը նորից էլի կոշտ ձևով երեք հոգևոր առաջնորդի խոսքը կարդացինք, հիմա էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ուղղված նամակում ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ասել է. «Թեհրանն իրեն իրավունք է վերապահում արագ եւ կոշտ պատասխան տալ Իրանի դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ցանկացած ագրեսիայի։ Մենք խստորեն զգուշացնում ենք ցանկացած ռազմական արկածախնդրության դեմ եւ իրավունք ենք վերապահում արագ եւ ուժգին արձագանքել Միացյալ Նահանգների կամ նրա միջնորդի Իսրայելի ռեժիմի ցանկացած ագրեսիային մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ ազգային շահերի դեմ։ ԱՄՆ կրում է ոչ պատասխանատվությունը ցանկացած թշնամական գործողությունների հետևանքների համար», ընդգծել է դիվանագետը։ Իսկ հիմա էլի շարունակությունը Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Լարիջանին ասել է. «Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել, սակայն եթե Ամերիկան կամ Իսրայելը ռմբակոծեն Իրանը միջուկային զենքի պատրվակով, Իրանը ստիպված կլինի անցնել ատոմային ռումբի ստեղծմանը»։ Այսինքն եթե դուք ուզում եք ատոմային ռումբ չունենանք, մենք այդ ռումբը կունենանք։ Այս է խնդիրը, որը մեր տարածաշրջանի համար լուրջ լարվածություն առաջացնելու լավ ենք հասկանում, որ դրա հետ կապված պետք է իսկապես շատ զգոն լինել, թե ինչ է իրականում կատարվում, եւ Իրանը, որը Ամերիկայի հետ այս լարվածությունը եւ Ադրբեջանի հետ այս խաղերը, մենք որպեսի ուշադրություն դարձնենք դրան։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը չհայտարարված այցով ժամանել է Կիև Ուկրաինային աջակցություն հայտնելու համար։ Այցի մասին նախապես չի հայտարարվել անվտանգության նկատառումների ելնելով։ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև փակուղային իրավիճակի պատճառով միանգամայն կարեւոր է, որ մենք եվրոպացիներս ցույց տանք, որ մենք անվերապահորեն կանգնած ենք Ուկրաինայի կողքին եւ աջակցում ենք նրան հենց հիմա, եւ դրա համար ես այսօր եկա Ուկրաինա։
Այսօր մենք Ուկրաինային տրամադրում ենք ևս 130 միլիոն եվրո մարդասիրական օգնություն եւ կայունացման միջոցների տեսքով, ասել է Բերբակը։ Իհարկե շուտով նա պաշտոնը կլքի, պարզավոր նոր ընտրությունների հետ կապված արդեն կլինի նոր ղեկավար, բայց ես ցավով եմ ասում, որովհետեւ շատ ակտիվ ինքը աշխատում էր հատկապես համաեվրոպական ծրագրերի եւ Ուկրաինայի աջակցության ուղղությամբ։ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է. Եվրահանձնաժողովը Ուկրաինային 3.5 միլիարդ եվրո է փոխանցել հերթական տրանշը։ Շմիգալն ասել է, որ այդ միջոցները կօգնեն երկրին հետագայում պահպանել մակրոտնտեսական կայունությունը։ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն հայտնել է, որ ստացված 3.5 միլիարդ եվրոյից 3.1 միլիարդն արտոնյալ վարկեր են, 400 միլիոնը դրամաշնորհային միջոցներ։ Նրանք կօգնեն ծածկել բյուջեի կարևոր եւ առաջնահերթ ծախսերը։ Եվ հիմա տեսնում ենք Եվրոպան ինչով է զբաղված, մեկ էլ հիմա Եվրահանձնաժողովը ստիպված է նորից հակաքայլեր անել, պատասխան քայլեր անել սակագների հետ կապված Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից արվող։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է. Եվրամիությունն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերից պաշտպանվելու համար։ Ի պատասխան ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերի Եմեն կզարգացնի ներքին շուկան եւ հարաբերություններն այլ գործընկերների հետ։ Եմեն չի ցանկանում պատասխան առևտրային միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, սակայն նման ծրագիր ունի անհրաժեշտության դեպքում։ Խնդիրը նաև նա է, մեկ էլ տեսնում ես Դոնալդ Տրամպը անգամ ասում է բոլոր երկրների դեմ պետք է մաքսատուրք կիրառենք, այն դեպքում լավ ենք հասկանում, որ դրա դեմ գնաճը չես կարողանում զսպես եւ ֆոնդային շուկանելա ցույց տալիս, որ ինչ անկումներ են գրանցվում։ Իհարկե կատաստրոֆիկ չեն այդ անկումները, բայց ամեն դեպքում ցուցիչ են, որ այս նոր մաքսատուրքերին տարբեր երկրների հետ կապված, այսինքն արդեն արագ արձագանքում է շուկան։ Ռուսաստանի նախագահի մամլուք հարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է. մենք շարունակում ենք մեր շփումները ամերիկյան կողմի հետ, թեման շատ բարդ է, այն հարցերը, որոնք մենք քննարկում ենք, կապված ուկրաինական կարգավորման հետ լրացուցիչ շատ ջանքեր են պահանջում, նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ Այսինքն ոգևորված եք, որ Ամերիկայի հետ պայմանավորվեք, խնդիր չունեք Ուկրաինայի հետ։ Հիմա ասում եք շատ բարդ է գնում, որովհետև Ուկրաինան ձեր ցանկացածը չկատարեց։ Բայց ինչ ոգևորված եք, հիմա ավելի դժվարություններ ունեք, որովհետև շատ դժվար եք կարողանում պատերազմն առաջ տանել։ Պատասխանելով այն հարցին, թե ինչը նրան չի թողնում քնել գիշերը, աշխարհի ամենահարուստ մարդը Իլոն Մասկը պատասխանել է. «Դե կան շատ բաներ, որոնց մասին ես, ինչպես ինձ է թվում, անհանգստանում եմ»։ Տեսլայի հիմնադիրը պատմել է Ամերիկայի ապագայի առնչությամբ իր մտահոգությունների մասին։ Ընդհանուր առմամբ ես անհանգստանում եմ Ամերիկայի ուժի մասին։ Ամերիկան կենտրոնական սյունն է, որի վրա հենվում է ողջ արևմտյան քաղաքակրթությունը, ուշադրություն։ Եթե այդ սյունը փլուզվի, իհարկե վերջ։ Դուք չեք կարողանա փախչել Նոր Զելանդիա կամ մի որևէ այլ տեղ։ Այնպես որ կամ մենք կամրապնդենք այս սյունը եւ Ամերիկան կդարձնենք ուժեղ, եւ մենք ուժեղ կլինենք դեռ երկար ժամանակ, կամ տանիքը կփլուզվի, ասել է Մասկը։ Իմ մոտ այն տպավորությունն է, որ Մասկը ոնց որ գործերը թողել է, սկսել է մտնի մեր ալիքը, լսի թե ինչ ենք խոսում։ Բա երիտասարդ, բա խոսում է, որ օվկիանոսն է մեզ բաժանում։ Ինչ գործ ունենք Եվրոպայի հետ։ Խնայողության ռեժիմ, անիմաստ ծախսեր չպետք է անենք։ Հիմա արևմտյան քաղաքակրթության մասին է խոսում, սյունի մասին է խոսում, բա մեռանք ասելով, որ Ամերիկան այդ դերակատարությունը ստանձնել Եվրոպայի անվտանգությունից սկսած։ Չի կարա լինի հակասություն Եվրոպայի եւ Ամերիկայի միջեւ, բա ում համար էինք ասում։ Հիմա քունը չի տանում, ժողովուրդ ջան։ Հա, կարող է քունը չի տանում, մտնում է մեր ալիք։ Լավ, հասկացանք ինչի չի գնում։ Իսկ հիմա շարունակությունը նայենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է. Իլոն Մասկի կառավարության արդյունավետության վարչությունը ինչ որ պահի կդադարի գոյություն ունենալ։ Սպիտակ տան ղեկավարը բացատրել է, որ միլիարդատերն իրեն հասանելի կլինի որպես կառավարության հատուկ աշխատակից ընդամենը 130 օր։ Նա մեծ ընկերություն ունի ղեկավարելու եւ ինչ որ պահի նա կվերադառնա։ Ես կթողնեի նրան այնքան, որքան կարող եմ։ Նա շատ տաղանդավոր տղա է, գիտեք։ Ես սիրում եմ շատ խելացի մարդկանց եւ նա շատ խելացի է։ Նա լավ աշխատանք է կատարել, ինչ որ պահի Իլոնը կցանկանա վերադառնալ ընկերություն։ Հարցին թե արդյոք Դոյջը այդ կառավարության այդ արդյունավետության գերատեսչությունը կշարունակի գործել Մասկի բացակայության դեպքում, Տրամպը պատասխանել է, որ կարծում եմ դաշնային գործակալությունների ղեկավարները շատ բան են սովորել այն մասին, թե ինչպես պետք է ինքնուրույն կատարել իրենց աշխատանքը եւ ոմանք կցանկանան պահել Դոյջի աշխատակիցներին։
Գիտեք, ինչ որ պահի ես կարծում եմ, որ սա կավարտվի, կգա մի պահ, երբ քարտուղարները կարող են անել այս աշխատանքը եւ անել դա ինչպես ասում են նշտարով, դա այն է, ինչ մենք ուզում ենք անել։ Ես որ սա կարդացի, ասի կարող է Տրամփն էլ արդեն մեզ լսում, ժողովուրդ ջան, մենակ Մասկը չի, գիտեք ինչի։ Բա ասում ենք ընկեր ջան, Իլոն Մասկը ռևիզոր է աշխատում, ընդամենը փախած փողերն է գտնում, բայց այդ փողերը գտնելու հետ կապված են հենց վնասներ է տալիս։ Մաքսատուրքերը խայտարակ վնաս է, աշխատողներին ասել 10% կրճատելու ենք ու չասել կոնկրետ ինչ սկզբունքից ելնելով, մարդկանց ասել ովքեր մեր հետ համաձայն չեն կրճատելու ենք, մարդը մտածում է ծնված օրվանից կարող է Տրամփի մասին մի բան ասել, իրան կհանեն։ Մարդիկ խնայողության ռեժիմը միացնում են, մարդիկ վախենում են ինչ-որ բան ծախսել, ապագայի նկատմամբ վստահությունը կորցնում են եւ փոխանակ իրանք բարեփոխումների ծրագիր ներկայացնեն, որ ասում է ռևիզորի գործը տեսել ենք, տնտեսագետինը չենք տեսել։ Միակ ծրագիր ներկայացու է թե փողերը խնայես, ինչ ես անելու։ Պարզվում է ինքը ձևը ցույց է տվել ոնց խնայել, ու հիմա արդեն ինքը ավարտել է, արդեն հեռանում է։ Յա, բայց ով պետք է բարեփոխի։ Այդ ով պետք է այդ ծրագրերն իրականացնի, որ Ամերիկան դարձնի նորից հզոր։ Դե այսինքն դուք հասկացաք, որ դա բացարձակ ձախողված է, այդ ամեն ինչը։ Մի հատ էլ բան ստեղ կար, քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշել է. Իմ ադրբեջանցի գործընկերը հրապարակայնորեն մերժել է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքների փոխանակման հանդիպման վերաբերյալ առաջարկս, ինձ պոպուլիստ անվանելով։ Եթե խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ապա ես հպարտորեն ընդունում եմ այդ պիտակն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Իմ առաջարկը մնում է սեղանին, գրել է Խանդանյանը։ Ինչի ես անդրադարձա, չեմ կարծում ինքը այն կարգավիճակն ունի, որ անդրադառնանք, բայց տեսեք խնդիրը վրա։ Այսօր նորից Ադրբեջանի տարածվեց ապատեղեկատվություն, ոնց որ մերոնք հերքեցին, որ իբր թե մեր կողմից կրակել են։ Մարդիկ հերթական անգամ ստեղծում են տպավորություն, որպեսզի էսկալացիան արդարացնեն։ Հայաստանը նորից կրակել է։ Մենք էլ որ երրորդ օրն է հերքում ենք, ասում ենք չի կրակել, բայց հետո մի հատ էլ հաստատեցինք, որ իրանք են կրակել մեր տարածքի վրա։ Օդ էին կրակում, մերոնք չէին ֆիքսում, հետո ստիպված եղան ֆիքսեն, բայց խնդիրը այստեղ որն է։ Այդ որ ասել է պոպուլիստ լավ է սպրծե, կարող է շատ ավելի կոպիտ բառ ասել։ Խայտարակություն ասել, ինչի է կնգել ոտերը, կամ ինչ է նշանակում ադրբեջանցի իմ գործընկերը, մի պետության հետ, որի հետ դու դիվանագիտական հարաբերություն չունես, մի պետության հետ, որ այդ խաղաղության պայմանագիր չունես, ինչ գործընկեր։ Ադրբեջանի արտգործնախարարի համար Թուրքիայի արտգործնախարարը գործընկեր է, որտեղ իրանք գործընկերային հարաբերություններ ունեն։ Դու հարաբերություն չունես այդ պետության հետ, նրա քո համապատասխան պաշտոնյան, ասպես ասած, վիզավին, քեզ ոնց է գործընկեր։ Խիա ձեր լեքսիկոնը այսպես թառե, երբ որ մարդու հետ խաղաղության պայմանագիր չունեք։ Դրա համար ոտերներն եք ընկնում, նրանք էլ մերժում են։ Եթե անգամ այսօր իրանք ասում են Հայաստանից կրակել են, անգամ երեք ֆաշիստ են համարում Հայաստանին, ասում են պայմանագիրը չենք ստորագրելու, մինչև դուք մեր պայմանները չընդունեք։ Դա երկար չի տևելու, էս ենք անելու, դատի ենք տալու, փողերն ենք ուզելու, դուք օկուպանտ եք, էս եք, են եք, այս վարքագծի, եթե կարելի է իհարկե պարլամենտական դիվանագիտությամբ ինչ որ հարց է փորձել կարգավոր, ժողովրդական դիվանագիտությամբ էլ կարելի է, շատ ընդունված բան է, բայց հիմա բանակցությունը գործադիրը ավարտել է այդ բանակցությունը եւ այդ պարագայում Ադրբեջանը կատեգորիկ քեզ մերժել է, չի ուզում եւ ամեն օր ցանկանում է էսկալացիայի գնա, ամեն օր մղում է պատերազմի։ Դու ուզում ես իրանց հետ հանդիպես, որ այսինքն ինքը ուզում ասի դու ընդհանրապես խաբար չես ինչա կատարվում մեր երկրների մեջ, որ զանգում ես մեր գործընկերոջը զանգել եմ, այս ստորաքաշությունը ժողովուրդ ջան, բոլոր մակարդակներում է։ Նիկոլ Փաշինյանից սկսած, sense բոլոր մակարդակներով իջնում է։ Եթե այդպեսին չլինեն, Փաշինյանին չեն ծառայի, ժողովուրդ ջան։ Դե դա ամեն ինչը դուք լավ հասկանում եք։ Դրա համար էլ այս վիճակին է մեր գործերը, դրա համար էլ աշխարհում տեսնում ենք ինչ է կատարվում, եւ դրա համար մենք մտածում ենք, որ այդ ամեն ինչից դուրս գալու համար պետք է շատ լուրջ ջանքերով, միահամուռ ուժերով լուրջ քաղաքականություն տանենք, որի պարագայում իշխանությունը նաև զգուշ լինի, իմանա, որ այլևս ինքը խոցելի է եւ տուն է գնալու, եւ լավ հասկանա, որ մի հատ էլ լավ խելքները գլուխները հավաքեն։ Մենք էլ մտածենք, մենք էլ մեր խելքը մեր գլուխը հավաքենք, այն ինչ որ պետք է հասկանալ քայլ անելու համար, արդեն մենք այդ ամեն ինչը հասկացել ենք,
բարդ բան չկա հասկանալու համար, մնում է անելիքը։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։